արդյունքը, պարոն Խուդատյան, ես ուզում եմ հիշեցնել, որ մեր հանձնառությունն է նվազեցնել աղքատությունը եւ վերացնել ծայրահեղ աղքատությունը եւ հատկապես երբ մենք խոսում ենք ծայրահեղ աղքատության մասին, այստեղ շատ կարեւոր է համայնքային ծառայությունները, կարիքների գնահատումը եւ այդ ծառայությունների տրամադրումը ամենախոցելի խմբերին։ Ես խոսում եմ շուրջ 32,000 քաղաքացու մասին, իրենց թիվը մեծ չէ, բայց հատկապես համայնքները եւ մարզերը կարծում եմ, որ այս մարդկանց գոնե պիտի ճանաչեն, դժվար չէ այդ մարդկանց տեսնել, գտնել, հասկանալ, թե ինչպիսի կարիքներ ունեն։ Շատ հաճախ մենք տարբեր դեպքերի ենք առնչվում, երբ օրինակ մարդկանց անհետացման խնդիր է լինում, կրթության եւ այլն, եւ սա իրականում ուղղակի նաեւ հետևանք է աղքատության, որովհետեւ աղքատությունը իր հետ բերում է նաեւ խնդիրներ, այսինքն ծնողավարման խնդիրներ կան, կրթությունից, ծառայություններից դուրս մնալու խնդիրներ կան եւ մենք սովորաբար հետո գործ ենք ունենում հետևանքների հետ։ Եվ հարցս հետեւյալն է, պարոն Խուդատյան, արդյոք որևէ նախաձեռնություն կա կամ որևէ կերպ մենք փորձում ենք ակտիվացնել սոցիալական աշխատանքը մարզերում եւ ինչ է կարծում, արդյոք դրա անհրաժեշտությունը կա, այն իմաստով որ գուցե համակարգային փոփոխության կարիք կա, այսինքն դրանց պատասխանատուն հիմնականում համայնքներն են, մարզպետարանները այստեղ ավելի շատ գուցե համակարգման, խնդիր ունեն եւ այստեղ շատ սերտ համագործակցության կարիք կա տարբեր գերատեսչությունների հետ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ այլն։ Այս իմաստով ես ուզում եմ իմանալ մենք արդյոք 26 թվականին որևէ նախաձեռնություն ունենք սոցիալական աշխատանքը մարզերում ավելի ակտիվացնելու։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Տիկին Բաթոյան հարցերի համար, երևի անդրադառնամ վերջին հարցից սկսած, ամբողջովին համակարծիք եմ ձեզ հետ, ոլորտը եւ սոցիալական աշխատողների աշխատանքը մեզ համար առանցքային կարեւորություն ունի, լուծելու համայնքում ձեր ասած խնդիրները եւ ոչ միայն այդ խնդիրները, սա այն աշխատանքներից է, որը պիտի ասեմ, որ համայնքներում այս ուղղությունը ինքը զարգացում ապրող ուղղություն է եւ ես սա պայմանավորվում եմ համայնքների միավորման գործընթացով։ Գյուղական բնակավայրերը, որոնք նախկինում գոյություն ունեին, կամ փոքր քաղաքային բնակավայրերը, իրենք հնարավորություն չէին տալիս իրենց ապարատում ներառել հաստիկներ այսպիսին, սոցաշխատողի հաստիկներ, կամ նույնիսկ որոշ քաղաքային բնակավայր եթե ունեին, դա սահմանափակվում էր մեկ աշխատողի եւ մեկ հաստիկի մասով, իսկ դուք եք հասկանում, որ 50,000 բնակիչ ունեցող համայնքին, օրինակ քաղաքային համայնքին մեկ աշխատողը մեծ հաշվով բացի որոշակի կոնկրետ սպეციფიկ հարցերից այլ օգուտ չէր կարող տալ։ Ուրախ եմ, որ համայնքներում հիմա կան նաեւ բաժիններ եւ կա տրամաբանություն բնակիչների թվով պայմանավորված, քանի բնակիչ ունենալու դեպքում այդ բաժինը առնվազն քանի աշխատող պիտի ունենա։ Պիտի ասեմ, որ մենք նաև շարունակաբար այդ բաժինների աշխատողների մասնագիտական հմտությունների ավելացման ճանապարհով են գնում եւ այո, այս գործառույթը հիմնականում համայնքներին է, չնայած մարզպետի աշխատակազմերում կա վարչություն, որը որոշակի գործառույթ ունի, որը հատվում է սոցաշխատողի գործառույթի հետ եւ այստեղ նաեւ փոխգործակցված աշխատանք է իրականացվում։ Արձանագրումս հետեւյալն է, որ մենք այո արդեն համայնքների հիմնական մասում ունենք բաժիններ, մի քանի աշխատողներով եւ գնում ենք ձեր ասած խնդիրների լուծման ճանապարհով։ Իհարկե այնտեղ մասնագիտական պոտենցիալը ավելացնելու ուրեմն անհրաժեշտություն կա, դա ավանդաբար լինում է այն մասնագիտությունների դեպքում, որոնք նոր են եւ մեծ հաշվով Հայաստանում սոցաշխատողների նախկինում սոցաշխատող աշխատած մարդկանց այդպիսի մի 2000 մարդ օրինակ ցավոք սրտի չունենք եւ կարողությունները նոր ենք ձևավորում։